չգիտեմ, ինքը է որոշը, որ Գյումրիում այդպես համասայաբար բռնաբարություններ են լինում։ Գուցե Նազելի Բաղդասարյանն է ականջին ինչ-որ բաներ փսփսացել, չեմ կարող ասել սեփական փորձից, բայց սա ուղղակի խայտարակություն հասկանում եք, ազգային ժողովի ամբիոնը դարձրել է, չգիտեմ, հայհոյանքների, լպրշության, լկտիության այն բարձրագույն մի կետ։ Այսինքն դուք խոսում էինք անընդհատ, այսպես 18 թվականին մանավանդ փողոց դուրս եկան սկսեցին մերժել, սանձարձակությունից էին խոսում, պատգամավորների, չգիտեմ, պաշտոնյաների եւ այլն։ Բերեք այն ժամանակները ամենասանձարձակ պաշտոնյային ու այսօրվա այս լբրձյուններին դրեք իրար կողք։ Միանշանակ պարզ կլինի սանձարձակությունը որն է։ Եթե հենց իրենց ղեկավարը Աժամբյոնից պատերին ծեփելու ասֆալտին ոչ միայն պարկեցնելու դատավորներին մենք հիշում ենք ինչպիսի անվանումներ տվեց, այսինքն մենք պետության մասին անընդհատ լսել ենք իրանց կողմից անհարգալից վերաբերմունք եւ սա իսկապես օդար երկրի օկուպանտ կառավարիչներին բնորոշ բան է։ Այդ նույն Ալեքսանյան վարակը, ես չգիտեմ, այդտեղ են առհասարակ շատ կասկածելի մարդ է երևում, կամ խոսում էր ներքնաշորերից, կամ շատ կներեք բռնաբարությունից, երևի կամ իր կյանքն չի ստացվել, կամ չգիտեմ, իրեն են ինչ-որ սխալ բաներ պատմել։ Միակ բանը, որ իսկապես ցավ եմ ապրում, որ այդ մարդկանց շրջապատում եմ ես այսօր ապրում, որ իմ երկիրը նման մարդիկ իմ երկրում որոշումներ են կայացնում, սա իսկապես խայտառակություն է։ Ես չգիտեմ սերունդները վաղը մյուս օր Ինձ թվում է պատմության մեջից մենք վաղը մյուս օր 7 տարի մի կտրենք հանենք, չթողնանք պատմության դասագրքերում մնա։ Հավատացեք, հաջորդ սերունդներն ինչքան վատ կարծիք են ունենալու իմ եւ ձեր մասին նաեւ։ Այո։ Ողբերգությունը սա։ Կարելի է ուղղակի հայոց պատմության մեջ մի փոքր պատուհան թողնել 2018-ից 25-ը, տա Աստված 25-ով վերջացնենք